Ձեր կարծիքով Քոչարյանի մասնակցությունը ընտրություններին կնպաստի Փաշինյանին հաղթել, թե կխանգարի։ Ճիշտն ասած, ես չեմ հասկանում իրանցից ոչ մի բան, այդ պոլիտիկան իմը չի, ոչ մի բան չեմ կարող ասեմ, բայց ոչ Քոչարյանը, ոչ Փաշինյանը իմ համար նշանակություն չունեն։ Դա իրանք вообще զրո են իմ համար։ Այ բալամ, չեմ կարող ասեմ, բան չեմ կարող ասեմ։ Չեմ անում, ես հեռու եմ քաղաքականությունից։ Կներեք, հարցին բերեք չպատասխանեմ, հողու ջրից հարց տվեք պատասխանեմ։ Ինչ չհետաքրքրող հարց են իրանք։ Ես սաղ կյանքս պայքարել եմ հողու ջրի համար, հիմա էլ եմ պատրաստ պայքարելու։ Իսկ ինչը որ մնում է, դա իմը չի։ Ես աթոռի կռիվ երբեք չեմ առել, փառքի կռիվ չեմ առել, ներողություն եմ խնդրում։ Հիմա մի քիչ վաղ ժամ է, գիտեք, խոսել դեռ ժամանակ կա, որովհետև ընթացքը ցույց է տալիս, որ փոփոխություններ են տեղի ունենում անընդհատ։ Այս պահի դրությամբ ես որ ասեմ, հա, կարող է մի ամիս հետո արդեն դա լինի չէ։ Ինձ համար հիմա դա անորոշ է։ Չէ, Քոչարյանը ուրեմն ինքը ոչ մի բան չի կարա իմ աղբորը հաղթի, որովհետև ժողովուրդը կանգնած են իր կողքը, ուրեմն ասեմ ես քեզ, Փաշինյանը հաղթելու է։ Ուրեմն ես ձեզ սաղից լավ օրեմ մաղթում ժողովուրդ ջան, բոլորդ ինձ ճանաչում եք ու գիտեք, որ դուխով տղա, այսօր սաղ Հայաստանը կայնած են իմ աղբոր կողքը, ուրեմն պարոն Փաշինյանից ուրիշ ոչ մի վարչապետ չենք տենում, պարոն Փաշինյանը այսօր այն է արել Հայաստանի համար, դուք բոլորդ էլ գիտեք, ման եք գալի ու տենում եք, որ իմ աղբերն է պարոն Փաշինյանը ու շատ մեծ բաներ անում այսօր ժողովրդի համար, բոլոր ժողովուրդից էլ կողքն են, հիմա բոլորն էլ նայում են, նայեք մատ նկարեք ժողովրդին, որ ժողովուրդը կանգնած է իմ աղբոր կողքը։ Չգիտեմ, դու вообще իրան պիտի հանեն քցենդուս, իրանք ինչ գործ ունեն այդտեղ, իրատաղ են մանավանդ Լևոնը, խոսալ էլ չգիտի, մեռնեմ ջանի, ես դրա անունը չեմ ուզում լսեմ, էդի լսելու մարդ չի, էդի մարդ չի, էդի հայ սիրող չի, էդի փորձանք էր ես Հայաստանի գլխին, մեռնեմ ջանուտ, ճիշտ եմ ասում, ամենայն ազնվությամբ, այնի որ կոտորեց են, ասային, ազգային ժողով են գյոզալ մարդկանց, այդ ով չգիտի, որ թույն է, թույն, թուրքից պետար։ Իհարկե կների ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ հետաքրքրում ոսկը լինի, բայց հիմա երևի միգուցե լավ է էլի հիմա ավելի, կամ երբևէ ես իմ չգիտեմ, Չէ, որոշ չափումով բարելավում բան կա էլի այդպես։ Դա կնպաստի, բայց ոչ ինձևի որ Փաշինյանը կպարտվի։ Չէ, Փաշինյանը սաղ զախվատարած է, սաղ ինքաշար տված է Փաշինյանը։ Փաշինյանը հաղթելու է։ Մի ով ուզում է լինի Քոչարյանն էլ լինի, թեկուզ այդ 3 Քոչարյան սեր սաղ ըլնեն, ցեզ միանան, մեկը չեն կարա։ Ժողովուրդը կաշարված է, հասկանում եք։ Հիմա ես ումը պետք է ընտրեմ։ Բացի Նիկոլից, Լուբոյին ընտրելու եմ, բայց հեսա մարտ ամսից միջև մի թոշակսխի չկա։ Կարող է Քոչարյանը պետք է տար, չէ, Նիկոլը պետք է տար, Նիկոլ խիչ ես տվել, ես իմ սենց անել, ես իմ։ Չեմ դիմի, բայց ես հեսա մարտ ամսից միջև այսօրը ամեն օր դիմել եմ, ամեն օր ասել եմ, ամեն օր գնացել եմ հրապարակ, ուզեցել եմ Նիկոլին տենամ, ընդ բռնել են այդ բաները, ոստիկանները, խոսրել են, ես գժվցրել եմ, բերել են, արդեն աշկս բացում եմ, ես այստեղ արենք են, տարել են, կապել են, չեմ մտեցել տեսել։ Ինչ առումով նկատի ունեք խանգարելը, ասենք թե մասնակցություն ցուցաբեր, իր ընտրության տեխնացությունը դրեց, ինչով պետք է խանգարի։ Ժողովրդում ձայն կտա, ըստ ձեզ։ Ուզում եք ասել մրցակցությունը կընդգծվի ավելի, ժողովուրդը ձայն կտա նրան ու ցանկանա։ Ժողովրդի ձայնը կհաղթի։ Իսկ եթե նկատի ունեք կեղծարարությունը, չգիտեմ, չեմ կարող ասել։ Ժողովուրդը ամեն դեպքում մրցակցությունը կընդգծվի էլ ավելի, ժողովուրդը նախընտրություն կտա Ռոբերտ Քոչարյանին ընտրելու, թե Նիկոլ Փաշինյանին, բայց այստեղ մի բան կա, ժողովուրդը պետք է ընտրի ոչ թե նրա համար, որ նախկիները չվերադառնան, այլ արդյոք Նիկոլ Փաշինյանը արժանի է վերընտրվելու, թե ոչ, սա է կարևորը, նախկինին մերժենք, Նիկոլ Փաշինյանին ընտրենք, ինչա թե նախկիները չգան, այս կարգախոսը չլինի, արդյոք արժանի է, ես չեզոք եմ գտնվում, թող ժողովուրդը ընտրի նրան ու արժանի է համարում և ընտրվի նա ով լավագույնն է։ Ներողություն, Քոչարյան ում հետ եք, ում մասին է խոսքը։ Թե Ռոբերտ Քոչարյանը, թե Լևոն Քոչարյանը։
Հա, մոտորապես տենց հիշում եմ ու մասին է, տենց մի հատ բերանը ծովտիկ խոխակա։ Հա, դրա մասին է երևի։ Իսկ թվում է ինքը քաղաքական դաշտում ոչնչություն է։ Ինքը մարդը չէ, որ կարողանա կամ խանգարի կամ աջակցի Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինքը ուղղակի ավելորդ մի հատ ոնց ասեմ վեշ է ներողություն բառապաշարի համար այս պետությունում, որ ուղղակի իրավապահ մարմինների այս իրավական աշխատանքի արդյունքի շնորհիվ միջ առեսօրս ինքը հեռուստալիքների առջև երևում է եւ 100,000-ավոր քաղաքացիներ հայ մարդիկ ներվայանանում են իր ներկայությունից։ Ինքը ասելիքս ինչ է, ինքն անձնավորությունը չէ, ձեր հիշատակած ազնվորությունը, որ դուք ասում եք Ռոբերտ Քոչարյան ինձ համար ոչնչություն բերանը ծուխտիկ ինչ-որ մի հատ խոխա, ինքն անձնավորությունը չէ, այն ուժը չէ, այն որակը չէ, ինքը ուղղակի ոչ մի բան է, ինքը ոչ մի ոչ հեղինակություն ունի, առավել եւս այս պետությունում Հայաստանի եւ հայ մարդու անունից որևէ խոսալու որևէ բարոյական իրավունք չունի։ 2026 թվականին ես վստահ եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ մարդը վերջնականապես իր սպասված վրեժը քաղաքական մակարդակով լուծելու է Ռոբերտ Քոչարյանից։ 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի բերանից վարար գետի նման հոսելու է հայ մարդու ծծած տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը քաղաքական մակարդակով։ Ով է Ռոբերտ Քոչարյանը, ով, ոչինչություն, ոչ մի բան, տհաճ ազնվորություն, ոչինչություն է ինքը, այդ բերանը ծուրտիկ խոխեն, ոչ մի բան է այս պետությունում, թող ավելորդ չմտնի տղու կերպարի մեջ, տես մի հատ նկար ունի, սատկած կենթանու վրա նստած, սեզ մոսկոլներ բան չանի, ինք էս պետությունում որպես իրանից ինչ-որ մի բան ներկայացնի։ Ոչ մի բան է այդ ոչնչությունը, եւ 2026 թվականին հայ մարդը իր սպասված վրեժը քաղաքակիրթ մակարդակով լուծելու է, եւ Ռոբերտ Քոչարյանի բերանից վարար գետի նման քաղաքական մակարդակով հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արյունը։ Ով է Քոչարյանը, ով ոչնչություն։ Ոչինչություն։ Նախ Փաշինյանի ոչ ոք չի կարող խանգարել, որպեսզի նա հաղթի կամ չհաղթի, որովհետև ռուսական մի հատ լավ խոսք կա. ասում кто на коне, тот и командует парадом։ Հետո Քոչարյանին в принципе պետք էլ չի, որ քիթը խոթի նման քաղաքական գործունեության մեջ, ինչու։ Փողն ունի, աշխատանքն ունի, տունը ունի, ամեն ինչ նույնպես ապահոված է, նրան պետք է հազիվ ապրծել, որովհետև նա ելնալի հասկանում է, եթե քիթը խոթեց, Ղարաբաղյան պրոբլեմը կչոքի բգին։ Իսկ Փաշինյանին նա թքմներեսին ասում է անձրև է գալի, նրա համար մեկ է, Ղարաբաղ կլինի, Բարաբաղ կլինի, Նարաբաղ կլինի, հասկանում եք։ Դա համար Քոչարյանի մասնակցությունը բացարձակապես ոչ մի դեր չի խաղալ։ Ես մի անգամ եմ ասել, որ ինչպես են տարիներին, ասենց պաչկով բերեն ազգային, այսպես կոչված, ազգային ժողով լցեցին տեխնացուների իրանց ստուցակը, նույնն կլինի այս տարի, եւ ոչինչ չի փոխվի։ Իսկ Քոչարյանը, ասում եմ, եթե Քոչարյանը вообще-то խելացի մարդ է, ապուշ չի էլի, նա պիտի հասկանա, որ իրան միլիոն տարի դա պետք չի, հազիվ ապրծել, հասկանում։ Այնպես ու բացարձակ ոչինչ չի խախտի, բացարձակ ոչինչ չի փոխվի, ոնց որ կա, նենց էլ կգնա, նորից Փաշինյանի կլանը բանդան կգա իշխանության, նորից այս վիճակը կշարունակվի եւ գնալով ավելի ու ավելի կվատարա, որովհետեւ ես ասել եմ, ել եմ ասում։ Գիտեք, ես ինչ որտեղ կարդացել եմ, որ այնքան վտանգավոր չեն գողերն ու ավազակները, որքան վտանգավոր են անտարբերները, որովհետև հենց նրանց թույլտվությամբ է, որ գողը գողանում է, ավազակը ավազակություն է անում։ Տեսեք, քայլում են էլի, յաներն անջատած, իրանց ոչ մի բան չի դա կրկնում։ Փաշյանը կլինի, Քոչարյանը կլինի, թե Պետրոսյանը կլինի, բացարձակ։ Այնպես որ ֆրանսիական մի հատ լավ խոսք ասում է, ամեն մի ժողովուրդ արժանի է իրեն ընտրած իշխանությանը։ Այս կատեգորիայի ժողովրդին
Այսինքն ստե ժողովուրդ չկա, էլի եմ կրկնում, ստե հիմնականում ամբոխ է։ Տակ ոտես կատեգորիայի ամբոխին, Փաշինյանի նման մարդ է պետք։ Որ նստի գլխաներին ու չոշ ասի, չոշ, ու քշի։ Իսկ ինչ հրաբերում է նորություն ասում, Քոչարյանը չի մասնակցում։ Նա այդքան անխելք մարդ չի։ Նա դա պետք չի։